Արդեն 41 օր ճաղերի հետևում գտնվող Արեգնաս Մանուկյանին միայն այսօր թույլատրեցին տեսնել իր անչափահաս դստերը, որն այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում։ Ավելի քան մեկ ամիս մայրիկին չտեսնելուց հետո նրանց հանդիպումը տեղի ունեցավ Աբովյանի կանանց բանտում։ Միայն բազմաթիվ բողոքներից հետո քննիչը թույլ տվեց 14-ամյա երեխային մորն այցելել։ Քննիչը առավոտ կանուխ հայտարարել է մյուս պաշտպանին, որ տեսակցությունը թույլատրված է եւ այս պահին արդեն Արփին տեսակցում է Արեգնաս Մանուկյանի հետ։ Իրավապահները Մայր Հայաստան կուսակցության 46-ամյա անդամին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Այդ կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որը խորհրդարանական ընտրություններում Բարգավաճ Հայաստանի ցուցակի երկրորդ համարն էր, այս գործով հիմնական մեղադրյալն է։ Իրավապահները նրան լրտեսության պետական դավաճանության հանցանքներ են վերագրում, իսկ Մանուկյանը ըստ քննիչների նրան պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները փոխանցողն է եղել։ Երկուսն էլ մեղքը չեն ընդունում։ Թևանյանը սակայն իր հարազատների հետ շփման արգելք չունի։ Արեգնաս Մանուկյանի նկատմամբ նման որոշումը նրա աջակիցները հոգեբանական ճնշում են որակում։ Այս ամենը քաղաքական պատվեր է, այս ամենը հստակ վերևից եկած այս իշխանությունների հրահանգներն են։ Հիմա իրանք լուր են, բաց աչքերով լուր են, բայց մենք չի պիտի լռենք։ Ու մինչ քրեակատարողական հիմնարկում մայրն ու դուստրը երկար դադարից հետո առաջին անգամ տեսնում էին իրար, նախկին падգամավորի աջակիցներն ու մի շարք ընդդիմադիր գործիչներ փոքրիկ տորթով եկել էին Եվրամիության գրասենյակ, պահանջելով չլռել մեջբերեմ Հայաստանում քաղաքմարտարկյալների առկայության մասին։ Ուզում եմ, քանի որ իրենք չվերցրեցին այս տորթը, դնել գետնին եւ կուզենամ բոլորս միասին ասենք ամոթ, 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 ամոթ։ Նախկին падգամավոր ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի պնդմամբ Եվրամիությունն անտարբեր է Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ։ Խափանման միջոցները այսպիսի կոշտ սահմանափակումներով ընդունելը հենց հոգեբանական ճնշման մի տեսակ է։ Այսինքն, եթե կնոջը, ով ունի անչափահաս երեխա, իր խնամքին տարեց մարդիկ, դրանք իր ամուսնու ծնողներն են, ովքեր իր հետ են ապրում, եւ նաեւ իր մայրը, որը իր խնամքի կարիք ունի, սա ուղղակի բռնության մի ձևեր են։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեխնացու Լիլիթ Գալստյանը պնդում է, Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչները մարդու իրավունքների պաշտպանության հարցերում կրկնակի ստանդարտներ են կիրառում։ Մեր պարագայում լռությունն է նաեւ հանցագործություններ։ Արեգնասը ուղղակի ին քաղաքմարտարկյալների շարքում հերթական զոհերից մեկն է, բայց մենք նաև նրանից առաջ ունեցել ենք Լիդիա Մանթաշյանի դեպքը եւ ունեցել ենք այս միջազգային կառույցների լռությունը։ Ցույցի ընթացքում Եվրամիության գրասենյակից ակցիայի մասնակիցների հետ զրուցելու ոչ ոք չեկավ։ Իշխանությունները հերքում են Հայաստանում քաղաքական հետապնդումները, մատնացույց անելով, որ նման եզրահանգումների նաև միջազգային կառույցները չեն եկել։ Երեկ ի դեպ ավարտվեց Արեգնաս Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի գործով նախաքննությունը։ Իսկ Արեգնաս Մանուկյանի կալանքի հարցը վերաքննիչատյանում բողոքարկելու պաշտպանների ջանքերն առայժմ արդյունք չեն տվել։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը չի բացառում, որ այս կերպ փորձում են թույլ չտալ, որ խափանման միջոցի հարցը վերաքննիչը քննի։ Այդ ցկցկումները այնքան տարօրինակ էին եւ հիմիկվա այս մեր անորոշությունն էլ, որ մենք չգիտենք ի վերջո երբ է նշանակել որոշման հրապարակումը եւ արդյոք դատավորը ինչ պատճառաբանությամբ որոշելու այդ սահմանված ժամկետն էլ օրենք ասում բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել այնպես, որ այլևս արդեն այս գործը մակագրված լինի նոր դատավորի, չեմ կարող ասել, բայց ամեն ինչ դրա մասին է հուշում։ Պաշտպանի խոսքով առաջիկա օրերին գործը մեղադրական եզրակացությամբ առաջին ատյանի դատարան կուղարկեն, թե երբ կմեկնարկի բուն դատավարությունը դեռ հայտնի չէ։